Նախորդող օրերին նավթի միջազգային գները հասել են վերջին 4 տարվա նվազագույն ցուցանիշին։ Բորսաներում Brent տեսակի նավթի արժեքը տատանվում է 63-ից 64, իսկ WTI տեսակինը 61-ից 62 դոլարի սահմաններում։ Շուկան ցնցվեց հատկապես այն պահին, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմ հայտարարեց, կարելի ասել ամբողջ աշխարհին, եւ 180 երկրի նկատմամբ մաքսատուրք կիրառելու մասին հայտարարեց։ Նավթի գների անկումը փորձագիտական շրջանակում անհանգստությունների պատճառ դարձավ։ Շուկաները, մասնավորապես նավթի գները մեզ հուշում են, որ առկա են համաշխարհային անկման ավելի մեծ ռիսկեր։ Նավթի գների անկումը կարճաժամկետ կտրվածքով կարող է լավ նորություն թվալ, քանի որ ավելի փոքր գնաճային ճնշում կգործեն ԱՄՆ շուկայի վրա։ Բայց իրականում դրանք հուշում են անկման մասին, եւ դա սարսափելի կլինի ամերիկյան տնտեսության համար եւ էլ ավելի վատ համաշխարհային տնտեսության համար։ Առևտրային պատերազմն ամեն դեպքում հանգեցնելու է արտադրության տեմպերի նվազման, եւ եթե խոսքն օրինակ վերաբերում է արտահանվող ապրանքներին, ապա էքսպորտանող երկրներում կլինի նաեւ պահանջարկի եւ իհարկե գների նվազում։ Ինչ է ըստ էության տեղի ունենում, եթե օրինակ ասենք, Չինաստանի նկատմամբ սահմանվեցին հսկայական մաքսատուրքեր, ակնհայտ է, որ առանց այն էլ Չինաստանի տնտեսությունը որոշակի խնդիրներ ուներ, հիմա ավելի շատ, եւ նշանակում է, որ արտահանման ծավալները ապես կրճատվելու նաեւ արտադրությունը, հետեւաբար էներգակիրների պահանջարկը նվազում է, հետեւաբար նվազում է նաեւ ուրեմն նավթի պահանջարկը։ Թրամփի որոշումները ցնցել են թե ամերիկյան, թե եվրոպական ու ասիական շուկաները, ընդգծում են փորձագետները։ Նրանք ցնցված են, քանի որ Թրամփի վարչակազմի հայտարարած միջոցները շատ ավելի կոշտ են, քան շուկաներն ակնկալում էին։ Դրանք համընդհանուր են, թիրախավորված չեն եւ հիմնված չեն տնտեսական փաստերի վրա։ Այս ամենը լուրջ բացասական ազդեցություն է թողնում շուկաների վրա եւ հուսահատեցնում է ներդրողներին։ Արմեն Քթյանը հորդորում է չկենտրոնանալ միայն նավթի շուկայի վրա, քանի որ գնանկման տենդենսը վերաբերում է գրեթե բոլոր հանքահումքային արտադրատեսակներին՝ գազ, մետաղներ եւ այլն։ Սա նշանակում է, որ ազդեցությունը կհասնի նաեւ Հայաստանի սահմաններ։ Մարտի 20-25-ի հատվածում 1 տոննա պղինձի ուրեմն գինը $10,000-ից ավելի էր, հիմա $8,700 տիրույթում է եւ նվազումը շարունակվում է։ Մենք եւս այստեղ կորուստներ կունենանք, որովհետեւ մենք եւս նշանակալիորեն բյուջետային եկամուտները եւ այլն կախված են հանքահումքային արտադրանքի գներից։ Նավթի գների կտրուկ անկմանը արձագանքել է նաև Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունները շատ ուշադիր հետևում են համաշխարհային նավթային շուկայում տիրող չափազանց անհանգստացնող իրավիճակին։ Այս ցուցանիշը կարևոր է բյուջեն համալրելու տեսանկյունից։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, որը ներկայում բնութագրվում է որպես ծայրահեղ, անհանգիստ եւ լարված։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ որոշել է աշխարհի երկրների մեծ մասի նկատմամբ մաքսատուրքեր սահմանել։ Իշխանությունը անում է հնարավորը նվազագույնի հասցնելու ռուսական տնտեսության համար հնարավոր հետևանքները։ Ըստ փորձագետի, եթե այս գործընթացները շարունակվեն, Ռուսաստանը լուրջ խնդիրների կբախվի։ Առաջին հերթին Ռուսաստանի բյուջեն դեֆիցիտային է, ընդ որում ավելի շատ, քան կանխատեսված էր։ Երկրորդ պատճառը նավթի ավելի թանկ արդյունահանումն է, ռուսական սև ոսկու ինքնարժեքն ավելի բարձր է։ Այնտեղ հանքավայրեր կան, որտեղ ինքնարժեքը նավթի արդյունահանման 50-55, լավագույն դեպքում $45 է 1 բարելի համար, իսկ ռուսական Urals նավթի գները արդեն իսկ այդ տիրույթում են հիմա։ Բացի այդ, Ռուսաստանի բյուջեում նավթի գների բարձր մակարդակ է դրված 1 բարելի համար մոտ 6700 ռուբլի։ Այժմ ռուսական նավթի 1 բարելի արժեքը 4200-ից 4500 ռուբլի է, մոտ 30%-ով պակաս, քան սահմանված է բյուջեով։ Դա հղի է ամենակիչը, համենայն դեպս բյուջետային եկամուտներ ապահովելու անհրաժեշտության պայմանավորված ռուսական ռուբլու արժեզրկմամբ։ Այսինքն, եթե դու 1 բարելի դիմաց 6700 ռուբլի պետք է մոտ կապահովես, 1 բարել նավթ արժի $50, բնական է դու պետք է ռուբլին էժանացնես, $1 արժեն ասենք 130-140, որպեսզի դու կարողանաս կոմպենսացնել այդ առումով։ Ճիշտ է, այդքան արժեզրկում միանգամից չի լինի, բայց ամենայն դեպս որոշակի արժեզրկման նախադրյալներ կան, անհրաժեշտությունը կա, դա հնարավորություն կտա խուսափել շատ ավելի լուրջ խնդիրներից։
Տնտեսագետը նույն սցենարը չի տեսնում Ադրբեջանի պարագայում, այստեղ խնդիրները մասշտաբային կարող են չլինել, քանի որ Բաքուն ունի մեծ պահուստներ ու սուվերեն ֆոնդ, որը հնարավորություն կտա մեղմել ցնցումները, եթե դրանք կարճաժամկետ լինեն։ Նավթի գնի նվազման մասին է հայտնել նաև ամենախոշոր նավթ արդյունահանողը Սաուդյան Արաբիան։ Մայիսին ասիական գնորդների համար արաբական ընկերությունը 1 բարելի դիմաց $2.3 կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գները։ Ըստ հայտարարության, Ասիա մատակարարվող Arab Light նավթը 4 ամսվա ընթացքում կեժանանա հասնելով նվազագույն մակարդակի։ ՕՊԵԿ-ը կարտելային համաձայնության վրա հիմնված կազմակերպություն է, որտեղ իրացումը կազմակերպված է տեղի ունենում պայմանավորված հիմա, արդեն յուրաքանչյուրը փորձելու առանձին խաղալ, փորձելու է ինքը իր համար շուկաներ պահել, պահպանել, գրավել, ավելացնել մասնաբաժինը, արդեն ըստ էության շահերի տրամաբանությունն է փոխվում, ընդհանուր ՕՊԵԿ-ի նավթարդյունահանող խոշոր երկրների գլոբալ ռազմավարությունն է փոխվում։ Այնպես չէ, որ նավթի ներկայիս արժեքը պատմական նվազագույնն է, սակայն փորձագետներին անհանգստացրել է մեկ այլ հանգամանք։ Կարճ ժամանակահատվածում նմանօրինակ նվազումը համեմատելի է ավելի վաղ շրջանի 2008-ի եւ դրանից առաջ եղած ավելի խնդրահարույց ժամանակաշրջանների հետ։ Այս պահին աշխարհում շատ մեծ է անորոշությունը եւ դժվար է ասել, թե այս գործընթացը որքան կտևի եւ ինչ հետևանքներ կունենա։ Մուշեղ Իսախանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։